Ռոբերտ Քոչարյանը երևի շատ ավելի ցավում է, որ այդ Միջանցքի վերահսկման հնարավորությունից զրկվեց Ռուսաստանը եւ տեղը փաստորեն Ռուսաստանը փոխարինվեց ԱՄՆ-ով։ Սա է իր ցավը ավելի շատ ըստ իս։ Բայց իրականում այն ինչ որ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը իրականությանը չի համապատասխանում։ Ինչու, որովհետև Նիկոլ Փաշինյանը կպել է այդ երրորդ կետին, այ որ տեսեք բանափոխադարձության սկզբունք, սուվերենության, իշխանության եւ այլն, բայց իրականում հենց այդ նույն փաստաթղթի 4-րդ կետը արդեն հերիքում է այդ սուվերենության սկզբունքով, ինչու, որովհետև այդ ճանապարհի վրա ասենք թե Ամերիկայի հետ ես կիսում կամ Ամերիկային ես փոխանցում այդ իրավունքները տեղը ստանում խաղաղություն։ Բայց սա դեռ հələ սրա մասին էլ կխոսենք, ստանում ենք տեղը խաղաղություն, թե չէ։ Բայց ԿՊ-ի տրամաբանությամբ սա է։ Բան ինչի եք այդ երրորդ կողմը ըստ 4-րդ կետի, որ ում համաձայնությունն էլ է լինելու անհրաժեշտ, որպեսզի այդ կոնսորցիումը կառուցվի։ Այդ երրորդ կողմը ով է հարց։ Ինչ որ մի ձև հստակեցրված է, որ այդ երրորդ կողմը չի կարող լինել օրինակ Թուրքիան ու Ադրբեջանը։